Եբրայեցիներին երկրորդ գլուխ։ Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք Աստված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։ Որովհետև եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, եւ ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան, մենք ինչպես պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նա խրճակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։ Աստված այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։ Քանզի հրեշտակներին չհնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խոսում ենք։ Մեկը վկայում է մի տեղ և ասում է. «Մարդն ինչ է, որ հիշես նրան, կամ մարդու որդին ինչ է, որ հոգածություն ցուցաբերես նրա հանդեպ։ Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր, փառքով և պատվով պսակեցիր նրան, և քո ձեռքերի գործերի վրա կարգեցիր նրան։ Ամեն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերից ներքև։ Առ ամեն ինչ հնազանդեցնելով, նրան չհնազանդող ոչինչ չթողեց, սակայն այժմ դեռ ամեն ինչ նրան հնազանդված չենք տեսնում։ Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի, որովհետև վայել էր, որ Աստված նրա համար և նրանով է ամեն բան, կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուսն է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։ Քանզի նա, որ սրբացնում է, և նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ մեկից են։ Ահա թե ինչու ամոթ չի համարում եղբայրներ անվանել նրանց և ասել. «Պիտի հայտնեմ քո անունը իմ եղբայրներին, պիտի գովաբանեմ քեզ քո ժողովրդի հավաքի մեջ։ Եվ դարձյալ ես հույսս պիտի դնեմ նրա վրա, և դարձյալ ահավասիկ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց։ Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն սատանային, և ազատի նրանց, որ մահվան երկյուղով միշտ գերության վիճակում էին։ Ահա թե ինչու նա հրեշտակներին օգնելու համար երբեք ձեռք չմեկնեց, այլ Աբրահամի սերնդին։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ, քավելու ժողովրդի մեղքերը, որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։